Ի տարբերություն Երևանի, Գյումրիում փոսերով վաղուց ոչ մեկին չէ զարմացնի, հատկապես երկրորդական փողոցներն իրենց անանցանելիությամբ ռազմի դաշտ են հիշեցնում։ Փոսերի մեջ են նաև տարիներ առաջ նորոգված կենտրոնական փողոցները, որոնց վրա անցած տարիներից արդեն իսկ կարկատաններ կային։ Մեծ փոսերը անվադողերով են փակում, որ վարորդները շրջանցեն, բայց շատ դեպքերում դա էլ օգուտ չի տալիս։ Շատ վատ է, Շատ բադ անդերություն է, ինչ պետք է ասեմ։ Լրիվ անդերություն է։ Եկամ դարձի որ կնաս, պարտադիր պետք է մուծես, բայց թե ճանապարհներով պետք է շինե, Աստված գիտե։ Ո՞նց է կարողանում երթևեկել, Շատ բադ, մեքենաները ջարդելով երթևեկենք, ուրիշ ոչ մի բան։ Ցանկացած փողոց, ցանկացած նրբանց ավերակների ենթարկվել։ Սա ջարդում շուր է, քանտակա։ Ո՞նց է կարողանում երթևեկել։ Ֆիգուրից պես կերտան, էլի։ Ստացվում է այդ ֆիգուրնի գնալը։ Դու ես շատ գիտեմ, վաղկա կստացվի, վաղտեկա չի ստացվի, մեկին զարգեն։ Գյումրիի քաղաքապետարանը թեև խիչ է լցրել փոսերում, բայց դա էլ լուծում չէ։ Փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանն ասաց, եղանակային պայմանները երբ թույլ տան, փոսային նորոգումներ կսկսեն։ Իսկ եթե նախորդ տարի փոսային նորոգում արած հատվածն է հենց քանդվել, ապա դա շինարարն իր հաշվին կվերականգնի, քանի որ երաշխիքային ժամկետի մեջ է։ Եթե անորակ ասֆալտապատման հետևանքով նույն փոսը, որը անցած տարի փոսալցել ենք եւ այսօր գոյություն չունի, այսպես ասենք, ցանել հալվել եւ լվացվել գնացել է, ապա պարտադիր տվյալ շինարարական կազմակերպությունը պետք է գա եւ նորը անի, առանց գումարի, իր իսկ ծախսերով։ Գյումրիի ամենամեծ Անի թաղամասի սկզբնամասում գոյացած փոսերը շրջանցել շատ հաճախ չի ստացվում, ինտենսիվ երթևեկության պատճառով։ Անի թաղամասի համար վարկային հաստատված ծրագիր կա, բայց արդեն 6-րդ տարին է տեղի բնակիչները աչքները ջուր կտրած սպասում են, թե երբ են նորոգվելու իրենց քարուքանդ փողոցները։ Անցած տարի պարզվեց, որ դեռ հաստատված նախագիծ էլ չկա։ Նախագիծը կազմելուց հետո շինարարի ընտրության մրցույթ կհայտարարվի ու հոկտեմբերին նոր հնարավոր է շինարարություն սկսել, բայց մեկ ամիս անց կդադարեցվի։ Եղանակը թույլ չի տա ու 27-ի գարնանը նորից կշարունակեն։ Հաշվի առնելով հերթական ձգձգումը, Անի թաղամասում փոսային նորոգումներ կանեն։ Գարնանային աշխատանքների սեզոնի բացման հետ մեկտեղ անպայման մեկնարկեն փոսանորոգման աշխատանքներ, որ կարողանանք որոշակի անցանելի դարձնենք, նաև խճապատման աշխատանքներ, բյուջեին համապատասխան, ինչքան որ մեր բյուջեն, մեր հնարավորությունները մեզ կների, անպայման անդրադառնալու ենք 58 թաղամասի փողոցաշինական աշխատանքներին։ Գյումրիի ամենաերկար փողոցներից մեկը Շիրակացին, որ անցած տարի նախընտրական խոստումների կիզակետում էր հայտնվել, ամբողջությամբ չի նորոգվի, միայն մի հատվածը։ Այստեղ էլ աշնանշին աշխատանքներ սկսեցին ու կիսատ մնացին։ Հիմա փողոցը փոսերի մեջ է։ Քաղաքապետի տեղակալը պնդում է, այս հատվածում խճապատումից զատ այլ բան անել չեն կարող, քանի որ հիմնանորոգվող փողոցի վրա գումար ծախսելը հետո վատնում կհամարեն։ Ռուսկազարդը աշխատանքներ տարավ եւ աշխատանքները ժամային եղանակային պայմաններով պայմանավորված չկարողացան մինչև վերջ ասֆալտապատումներն են։ Այս ցան հալվելուն հետ մեկտեղ դրա համար այդպեսի փոխսեր են առաջացել, բայց անելու են։ Իսկ մեր կողմից, եթե մենք այս պահին ընդգրկենք, դա կլինի գումարների փոշիացում։ Մեզ մեղադրել են, որովհետեւ անցած տարի կատարեցինք որոշակի այսպես Գյումրեցու բարբարով ասենք խելքը գլոխը բերելու փողոցի մեզ մեղադրեցին, որ փոշիացում է գնում, այդտեղ ծրագրի մեջ կա էս։ Փողոցաշինություն հիմնականում իրականացվում է սուբվենցիոն ծրագրով, կառավարություն համայնք մասնակցությամբ։ Այստեղ էլ ասում է քաղաքային նախկին իշխանությունների դանդաղկոտության պատճառով իրենց պաշտոնավարման մի քանի ամիսներին նախորդ տարիների կիսատ ծրագրերն են հաստատել ու իրականացրել։ Ժամկետներից նախորդ իշխանությունները հետ էին մնացել։ Մենք եկե հաստատել ենք
25 թվականին կատարել ենք այդ աշխատանքները, 26 թվականին հաստատել ենք 25 թվականի աշխատանքները եւ այս տարի ներկայացնելու ենք, արդեն մեկնարկը տրված է 26 թվականի նաեւ աշխատանքների նախագծային տենդերը եղել է, մասնակցություն ունենք, շահել են, փորձենք դա էլ, բայց չեմ կարծում, որ, բայց փորձենք, որ 26 թվականին էլ իրականացնենք։ Գյումրիում մոտ 60 կիլոմետր ճանապարհ դեռ նորոգման իր հեշտին է սպասում։